Նաև մի հատ թեմա կա, որից էլ չեմ ուզում խուսանավեմ։ Դուք անընդհատ ասում եք, այն ժամանակ ձեր խոսույթը էս էր, հիմա էս է։ Օրինակ, հիմա դա խոսվեց անկախության հռչակագրի կոնտեքստում, այն ժամանակ չեք ասում, որ կոնֆլիկտացին է, հիմա ասում եք։ Նայեք, մենք չենք փորձում ասել, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա ղեկավարությունը այս ճշմարտությունները, որոնց մասին հիմա խոսում ենք, մեզ այն գլխից հայտնի էր, մենք ասում ենք, բայց մեզ չենք լսում, ոչ մեկ չէր լսում եւ այլն։ Այն աղետը, որի առաջ մենք կանգնեցինք 2020 թվականին, մեր բոլորի, այդ թվում եւ, բայց ավելի շատ ձեր մեղքով, բայց դա էական չի, ձեր սարքած կեղծ նարատիվների, բայց էական չի, այդ թվում եւ մեր մասնակցությամբ մեծ մոլորությունների, այսպես ասած, ծուռ հայլիների աշխարհում շարունակաբար գտնելու հետևանք էր։ Եվ հիմա, երբ որ գնացել ենք, եւ էլի շատ պարզունակ ձևակերպեմ, գլուխներս խփել ենք այն պատին, մենք փորձում ենք ասել, այստեղ է տարբերությունը, ասել Ժորժ ջան, սենց որ անում ենք անընդհատ 800 տարի առաջ, 400 տարի առաջ, 70 տարի առաջ, 5 տարի առաջ, ոնց որ թե ճիշտ չի գնում ենք անընդհատ խփում ենք գլուխներս այդ պատին ու արյուն ենք տալիս ու երիտասարդներն են կորում ու ամեն ինչ հիմա ասում ենք գուցե կարող է ճիշտը մի քիչ սենց գնանք օրինակ անընդհատ մեր նկատմամբ պատմությունը մերն է պարզ է ունեցել ենք մեծ հայք ունեցել ենք հասկանալի բայց անընդհատ գնալ այդ երազանքի հետևից եւ անընդհատ արհամարել մեր ունեցած իրական Հայաստանը եւ դա համարել զուտ ոտատեղ սուրբ հողահավաքի, որը պետք է չգիտեմ, Վրաստանից խլի ես, Ադրբեջանից խլի ես, Պարսկաստանից խլի ես, Թուրքիայից խլի ես եւ թողեք ես խոսեմ, էլի։ Խոսը էս, սա մեր նկատմամբ առաջացնում է ատելության միջավայր եւ այն մարդիկ էլ ուզում են մեզ տան սպանեն, որ մենք իրանցից չխլենք, էս։ Շատ բարձունակ եմ ներկայացնում ուղղակի ես գործը։ Հիմա ասում եք Ժորժ ջան, կարող է չարժի այդ գիծը շարունակել, ոչ թե կարող է, այլ ասեն համոզված ենք, որ չարժի, բավական է Հայաստանի ժողովուրդը սին պատրանքներով շարունակի արյունակամ լինել եւ կորցնել այն, ինչ որ մենք երջանկություն ունենք ունենալ, անկախ պետականություն։ Երկրագնդի վրա տասնյակ հազարով ժողովուրդ է ապրում եւ ազգեր։ Ընդամենը 200 ունեն պետություն։ Բազմամիլիոն ազգեր են ապրում, բազմամիլիոն, տասնյակ միլիոնանոց ազգեր չունեն պետություն։ Մենք 3 միլիոնով, պայմանական ասած, հիմա պլյուս մինուս մի հոգի, 10 հոգի, ունենք Հայաստանի Հանրապետությունը, մեզ բախտ է վիճակվել դա ունենալ, եւ մենք այդ Հայաստանի Հանրապետության հետ խաղում ենք, որպեսզի ունենանք ինչ որ մի այլ կտոր հող, Ջանդամ թե, եթե դա դրագինը չի, պետականության կորուստը եւ ինչ որ մի մեծ կեղծ երաշխավորի թևի տակ տեղավորվելը։ Սա կործանարար է մեր կարծիքով։ Դուք կարծում եք, որ չէ, իհարկե ես համոզված եմ, որ դուք չարաչար սխալվում եք, բայց նաեւ ես հիմա գնում եմ մարզեր, ես տեսնում եմ, որ մարդիկ հասկանում են ինչ որ մենք ենք առաջարկում, մարդիկ պաշտպանում են ինչ որ մենք ենք առաջարկում եւ հունիսի 7-ին այո, կլինի վստահության հանրաքվե ինչ որ առումով եւ էլի հերթական անգամ կտեսնեք, որ դուք սխալ էիք եւ մենք ճիշտ։ Այստեղ ես երևի կանգ առնեմ, շնորհակալություն։